ստացվեց, որ կես տարվա կյանք ունեցած քաղաքական ուժը ավելի շատ ձայն հավաքեց 26-ի խորհրդարանական ընտրություններում, քան ձեր ուժը։ Իդեպ պարոն Սամվել Կարապետյանը նախորդային խմբագիրների հետ Ացուլիսի հարցազրույցի ժամանակ հատուկ շեշտեց այս հանգամանքը, որ իրենց հաջողվեց 2 անգամ ավելի շատ ձայն հավաքել, քան ընտրական process-ների միջով անցած, փորձառություն ձեռք բերած, թրծված քաղաքական ուժերի։ Շատ լավ, ես այդտեղ որևէ խնդիր ոչ միայն չեմ տեսնում, եթե ինչ-որ մեկի համար գաղտնիք է, որ մենք 5 տարի, երբեմն նաև միայնակ, այս իշխանությունների հետ պայքարում մնալով, հարվածներ ենք հասցրել, նաև հարվածներ ենք ստացել, մաշեցրել ենք, նաև մաշվել ենք, դա մեզ համար գաղտնիք չէ, մենք դա հաճախ արել ենք մեր պարտականությունը շատ լավ իմանալով, որ դա եւ իմիջային կորուստ կարող է լինել, եւ վարկանիշային, բայց մենք չենք վախեցել սպիտակ վերնաշապիկները կեղտոտելուց, չենք վախեցել հարված ստանալուց հետո չենք կարողացել ենք ուժ գտնել վերականգնվելու եւ որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում, բնական է, որ այս իրավիճակում նոր իհայտ եկած ուժը, ով ունի նաեւ ռեսուրսներ, կարող է նոր առաջարկներով հանդես գալու դեպքում ունենալ ավելի շատ ձայներ, դա ոչինչ չի որոշում, հատկապես Դաշնակցության 136 տարին, որ վկայակոչում եք, այնքան բան է այդտեղ եղել, Դաշնակցությունը եղել է, որ խորհրդարանում չի եղել է Օսմանյան կայսրության խորհրդարանում, այնքան բան ենք տեսել ենք ուժեր, որոնք 3 անգամ ավելի շատ են հավաքել, հիմա հետքը չկա, դա ոչինչ չի նշանակում։ Մենք արժևորում ենք ամենաբարձրը գնահատում ենք այն գրեթե 150,000 ձայնը, որ անգամ այս պայմաններում մենք հակառակ հարցը պիտի տանք։ Բա ոնց այդ ուժը, որ այս 5 տարի այո նաև այդ մաշեցման պայքարում կարողացավ դիմանալ, 150,000 ձայն ստացավ այն պարագայում, երբ հայտնվեցին բազմաթիվ այլընտրանքներ, հայտնվեց մեկ խոշոր ուժ, եւ բոլորը ասում էին, այ եթե հայտնվի այլընտրանք, այդ ուժը այլևս խորհրդարան չի անցնի։ 150,000 գաղափարական, առանց որևէ այլ մոտիվացիա ունեցող, կոնկրետ գնահատականներ հնչեցնող քաղաքացիներ մեզ վստահել են իրենց ձայնը։ Դա մեր համար ոչ թե քիչ չէ, հսկայական, աննախադեպ հսկայական աջակցություն է, այնքան պարտավորեցնող, որ հաշվետու ենք իրենցից յուրաքանչյուրի առաջ ու դողում ենք իրենցից յուրաքանչյուրի ձայնի համար։ Այո, շատ տրամաբանական է, որ այն ուժը, ով ունի հաղթող ուժի ընկալում, ստանում է նաև շատ ձայներ ու ոչ գաղափարական կարող է լինել ուղղակի մտածում են, որ հիմա իշխանությունն է փոխվելու, դա նույնը եղել է մեզ այդ 21-ի ընթացքում, նաև մեզ չսիրողներ քվեարկել են, որտեղ մտածել են փոփոխություն է, 26-ի մեր ստացած քվեները գաղափարական վստահության քվեներ են, որը մեր համար հարստություն է, ու այդ յուրաքանչյուր քվե մեր համար այնքան մեծ արժեք ունի, ու եթե ինչ որ մարդիկ կան քաղաքական ուժերում համար 150,000 քվեն, այդպես բանի ենթակա չէ, հաշվի կարող է չնստել դրա հետ, մենք երբեք այդ քաղաքական ուժը չենք եղել ու չենք լինելու։ Այդ դեպքում թույլ տվեք պարզաբանեմ, հստակեցում եմ, իսկ ուժեղ Հայաստանին հանուն ինչի են քվեարկել, հանուն գաղափարի, թե փողն ու ազդեցությունն են դեր ունեցել ձեր։ Ես այդպեսի բան չասեցի, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին սիրով կարող եք ուղղել ձեր հարցը, կարծում եմ գլխավոր դերակատարում է ունեցել վստահությունը, որ լինելու է փոփոխություն։ Վերջին կարճ հարցը ֆակտորը է։ Տիկին Վարդանյան, դուք ասացիք 150,000 քվե եք, չէ՞, ստացել այս ընտրություններով, բայց դա ձեռք բերում եք դուք համարում, որովհետև 2021-ին Հայաստան դաշինքի քվեներն ավելի շատ են, երկրորդ ուժն էիք խորհրդարանում, ինչու այսպես ստացվեց, որ Հայաստանի մասին մտածող, Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մասին մտածող, Հայաստանի անվտանգության դիրքերը հզորացնող ուժին քվե չեն տալիս։ Դուք ունեք այս հարցի պատասխանը։ Եթե դուք համարում եք, որ 150,000 քվեն քվե չէ, ես այդպես չեմ համարում։ Ներողություն, նկատի ունեմ իշխանություն ձևավորելու համար։ Ես այդպես չեմ համարում։ Այո, 21-ին ավելի շատ ենք ստացել, որտեղ 21-ին խոշորաշով եղել ենք միակ այլընտրանքը։ Եթե դուք ինձ հարցնում եք, որ տխուր եք, որ միակ ուժը չեք այլևս ու կա ընտրություն ընդդիմադիր դաշտում, որը թույլ է տվել ավելացնել ընդդիմադիր դաշտի քվեները 200,000-ով, այդ թվում նաև ձեզնից քվեներ
պատկասացնելու հաշվին։ Ոչ, ուրախ եմ։ Թող մեր քվեները թեկուզ պակաս լինեն, ընդդիմադիր դաշտի ընդհանուր քվեները եւ աջակցությունը ավելի շատ լինի։ Միայն ուրախ եմ դրա համար։ Եթե ինձ հարցնեիք, ինձ կուզեիք միայնակ լինեիք, ավելի շատ քվե ստանայիք, քան 21-ին, պայմանական 30,000, բայց ընդդիմադիր դաշտի քվեները գումարային ավելի քիչ լիներ։ Ոչ, չէի ուզենա։ Որովհետև հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ ընդդիմադիր դաշտի ընդհանուր աջակցությունն է, որ կարևոր է։ Ես ուրախ եմ Բարգավաճ Հայաստանին տված յուրաքանչյուր քվեի համար։ Ուրախ եմ ուժեղ Հայաստանին տված յուրաքանչյուր քվեի համար, որովհետև գնահատականս այնն է, որ իրենք այդ քվեները տրվել են հանուն փոփոխության, չեն տվել իշխանության գնահատականների։ Ինձ համար կարևոր է, որ շուրջ 700,000 մարդ մերժել է այլևս սահմանադրություն ունենալը։ Հայաստանից տարածքներ զիջելը, Փաշինյանի օրակարգը, եկեղեցու վրա արշավը, ես դա եմ համարում նաև մեր աշխատանքի արդյունք։ Եվ ոչ տխուր չեմ, որ գուցե զուտ թվային առումով մեր քվեները կարող է մի քիչ պակասած լինեն։ Միայն ուրախ եմ, որ ընդդիմադիր դաշտի քվեները ավելացել են, որովհետև կա այդ գիտակցումը, որ միայնակ չենք կարողանալու մենք, ոչ ընտրություններով ենք կարողանալու, ոչ այլ ձևով ենք կարողանալու։ Ես չգիտեմ որքան էլ ուղիղ ասեմ, միայնակ որևէ ուժ չի կարողանալու այս ճգնաժամը հաղթահարել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն բացակ նշել Տիկին Վարդանյան, որ այդ քվեների մի մասը գուցե ընտրակաշարքով եք ձեռք բերել, որովհետև հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած այդ գուցեները, այդ ամբիոնից ելույթները, 500,000 մարդու մեղադրել ընտրակաշարք ստանալու մեջ։ Ես կոչում այդ 500,000 մարդուն դատական հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության մեղադրանքով եւ պահանջել ֆինանսական փոխհատուցում։ Այս անպատասխանատու վարքագիծը, եթե կա մեկը, որ վարչական ռեսուրս է կիրառել, ընտրակաշարք է տվել պետական այդ թվում, դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ես այս ամուսնալուծության բանն չգիտեմ ոնց բացատրեմ, բացի այն, որ Իմ քայլի հիմնադրամը ամբողջ ընտրությունների արդյունքում իրականացրել է բարեգործական ակցիաներ ու ուղղակի, որ օրենքի տառի մասով խնդիր չլինի, բեմադրել են Քարդաշյանների շոուն, որը բեմադրել են։ Ուրեմն ընտրակաշարք բաժանող մի ուժ կա, եւ դա Նիկոլ Փաշինյանի ուժն է, տերոր անող մի ուժ կա, եւ դա Նիկոլ Փաշինյանի ուժն է, անպատասխանատու հայտարարություններ անող մի ուժ կա, եւ դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Ալիևի մոտ արդարանա, ինչպես է 700,000 մարդ մերժել իրեն եւ սահմանադրական մեծամասնություն չի ստացել ինքը արդյունքում, բայց այն, որ 700,000 մարդ ընտրակաշարքով է դա արել իր ընտրությունը, դա ամենալավ ճանապարհը չէ, ասեմ ավելին քրեական պատասխանատվություն ենթադրող ճանապարհ է։